Թեժկից Լուսինե լսում է, ինչով կարող եմ ձեզ օգնել։ Պաշտպանության նախարարության մարդու իրավունքների եւ բարեվարկության կազմակերպման կենտրոնի աշխատակիցներն են։ Օրական տասնյակ զանգեր կրթությանը, օրենսդրությանը, ֆինանսական ու սոցիալական, ոչ կանոնադրային հարաբերություններին առնչվող տարաբնույթ հարցեր, որոնք ուղղվում են թեժ գծի 1-28 համարին եւ ստանում այդ պահին համապատասխան արձագանք։ Պատիվ ունեմ ծրագրով կարող են դիմել կառավարության որոշման համաձայն մինչև հունիսի 1-ը։ Օրական ստանում ենք միջինով 60-70 զանգ, բայց ստացված զանգերի քանակը կարող է հասնել մինչև 100-ի։ Մեր հիմնական կարևորագույն սկզբունքներից է, որպեսզի ոչ մի զանգ անպատասխան չմնա եւ յուրաքանչյուրը իմանա, որ իր ձայնը կարևոր է եւ լսելի։ Մարդու իրավունքների եւ բարեվարկության կազմակերպման կենտրոնը հիմնադրվել է 2015 թվականին դե յուրե եւ դե ֆակտո իր գործունեությունը սկսել է ծավալել 2016 թվականից եւ այս նկատառումով կարելի է ենթադրել, որ դե յուրե կարելի է այս տարի նշել կենտրոնի հիմնադրման արդեն 10-ամյակը։ Տարիների ընթացքում կենտրոնի գործունեության շրջանակը ընդլայնվում է։ Օրինակ թեժ գիծ ծառայությունը, որը զինված ուժերում առկա խախտումներն արձանագրելու հիմնական մեխանիզմն է, անցյալ տարվա օգոստոսից գործում է շուրջօրյա ռեժիմով, ինչը հնարավորություն է տալիս օրվա յուրաքանչյուր ժամի կապ հաստատել պաշտպանության նախարարության հետ։ Միայն անցյալ տարի այս եղանակով ստացվել է 24500 զանգ, որոնց գերակշիռ մասը լուծում է ստացել։ Զանգերի մեծամասնությունը կազմում են տեղեկատվական բնույթի զանգերը, ունեցել ենք դեպքեր, որ հոգեբանական ծանր վիճակում գտնվող զինծառայողները կենտրոնի աջակցությամբ դուրս են եկել այդ վիճակներից, իսկ ենթադրյալ իրավախախտում կատարած անձինք ենթարկվել են համապատասխան կարգապահական կամ քրեաիրավական պատասխանատվության։ Բարեվարկության կենտրոնի գործադրած ջանքերի արդյունքում զինված ուժերում արմատախիլ են արվում մի շարք արատավոր երևույթներ։ Կանխվում են նաև ինքնասպանության փորձեր։ Նմանատիպ դեպքերից մեկը մտաբերում է կենտրոնի պետը։ Անմիջապես զեկուցելով պաշտպանության նախարարին եւ գլխավոր շտաբի պետին ներկայացրել ենք համապատասխան տեղեկատվությունը, որի հիման վրա հանձնարարություններով օպերատիվ հետախուզական աշխատանքներ կատարելով այն անձինք, ովքեր զինծառայողին հասցրել են այդ վիճակի ենթարկվել են քրեական պատասխանատվության, իսկ զինծառայողի հոգեբանական վիճակը կայունացել եւ տեղափոխվել այլ զորամաս ծառայության։ Բացի կանխարգելիչ վերլուծական եւ տեղեկատվական գործառույթներից կենտրոնը մեծածավալ աշխատանքներ է իրականացնում նաեւ կոռուպցիոն ռիսկերը կանխելու ուղղությամբ։ Օրինակ յուրաքանչյուր անձ կարող է մուտք գործել ազդարարիր.am հարթակ, ներկայացնել զինված ուժերին առնչվող ցանկացած բնույթի հաղորդում եւ սեղմել ուղարկել կոճակը անանուն եղանակով։ Մարդու իրավունքների եւ բարեվարկության կազմակերպման կենտրոնը հաճախակի այցելում է նաեւ զորամասեր։ Փաստացի իրականացնելով նաև իրազեկման արշավներ, մարդու իրավունքների խախտումներն արձանագրելու եւ համապատասխան իրավական գնահատականներ տալու համար։ Արդյոք ականատես եք եղել կոռուպցիոն դրսևորման կամ հանցագործության դեպքի։ Ձեր զորամասում բախվել եք անարդարության կամ կան հարցեր, որոնք կարևոր են բարձրաձայնելու համար։ Սրանք այն հիմնական հարցերն են, որոնց շուրջ ծավալվում են քննարկումները։ Ուզում ենք վստահեցնել, որ կենտրոնից որևէ տեղեկատվություն արտահոսք չի ունենում, անակնկալ այցերի գաղտնի գրաֆիկ ունենք, որը չի հրապարակվի եւ կամփոփենք այն զորամասերը, որոնք նախորդ տարի չենք հասցրել այցելել։ Պարբերաբար իրականացվող այս այցերի շնորհիվ զինծառայողներն առավել կազմակերպված են իրականացնում ծառայությունը, հնարավորինս զերծ մնալով արատավոր երևույթներից։ Նմանատիպ հանդիպումները զորամասերում ըստիս շատ կարևոր են, որպեսզի կանխարգելեն զինվորների, սերժանտների, սպաների միջև ոչ կանոնադրային փոխհարաբերությունները։ Կարևորելով այսպիսի հանդիպումների իրականացումը գտնում եմ, որ յուրաքանչյուր զինվոր, յուրաքանչյուր զինծառայող պիտի գիտակցի, որ ինքն է այն հենասյունը, այն հիմնաքարը, որի դրական գործունեության արդյունքում բանակը պիտի ավելի դրական միջավայր դառնա։ Եվ այսպես պաշտպանական գերատեսչությունը իդեմս մարդու իրավունքների եւ բարեվարկության կազմակերպման կենտրոնի մշտապես ուշադրության առանցքում է պահում զինծառայողներին եւ նրանց ընտանիքների անդամներին առնչվող հարցերը։ Իսկ արձանագրված խախտումները ստանում են իրավական գնահատականներ։ Եվ վերջում եւս մեկ ընդգծում. յուրաքանչյուր անձ անկաշկանդ կարող է հաղորդում ներկայացնել։ Անձնական տվյալների գաղտնիությունը երաշխավորվում է։ Լաուրա Մամյան, Հովհաննես Գրիգորյան, Զինուշ։